Կեռամա Մարացին իրականացնում է աշնանային ակցիա։ Անշունչ սալիկներին կյանք են տալիս դեկորատիվ էլեմենտները։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը աշնանային ոսկե զեղչեր, 25% զեղչ դեկորատիվ էլեմենտների համար։ Դուք կարող եք ստանալ անվճար դիզայն, ուր դեկորատիվ էլեմենտները կհաշվարկվեն 25% զեղչով։ Հիշեցնենք նաև արտոնյալ ապառիկ պայմանների մասին։ Կեռամա Մարացի։ Ամենակարևորը մենք գիտենք, երեխեն ողջ է։ Լսում ես, հանգարց չհուսահատվես։ Ոնց եմ կարոտել տղայիս։ Նարը, որ իմանայի, սենց ամեն ինչ կվերհիշես, սենց ապրումների մեջ կընկնես, այդ նկարը չէի բերի։ Ինչ ես խոսում ինը։ Առանց այս նկարների էլ ես ամեն վարկյան տղայի մասին եմ մտածում։ Ես տենց էլ չհասցրեցի տեսնել Ռոբերտիկին։ Չգիտեմ ապեր ինչ ասեմ, բայց այդ անասուններին, որ բռնեմ, հաստատ ես եք սատկացնում։ Նախել այդ անասուններին գտնելա պետք։ Կարևոր երախուն գտնեն։ Գտնելու եմ դրանց։ Պատասխան են տալու ամեն մի արածի համար։ Արգյո մի մտածի։ Դրանց նման անասունները հաստատ հեռու չեն կարա թռնեն։ Թիթեռն էլի։ Մեր բռնվելու են։ Ասա այդ օրը շուտ գա։ Արկ, ես արդեն գնում ապեր։ Ներուշ, քո Ռուսաստան գնալը ինչ եղավ։ Չեղավ։ Դե ինան չէր ուզում։ Մի խոսքով ես մտածեցի, հասկացա, որ ստեղ մնալ ավելի ճիշտ է։ Բա ձեռդ գործ ունես։ Գլը որ չէ։ Դու ինչ էիր աշխատում։ Դե ընկերս բիզնես ուներ։ Տիրություն էի անում էլի։ Տնօրեն չէի, բայց դե դրան նման մի բան էլի։ Մենուշ, դու մեր մոտ, Ռոնոյում, կաշխատես։ Որպես ինչ։ Դե աղբորս կօգնես։ Մինչև որ ես նորից կկարողանամ աշխատել, այդ գործերով զբաղվել։ Մեզ էլ վստահելի մարդ է պետք։ Արգ ջան, շնորհակալ եմ, որ դավերի ես անում։ Հա, գործ պետք է։ Բայց մինչև չիմանամ ինչ գործ է, ինչ պիտի անեմ, հաստատ բան քեզ չեմ կարող ասեմ։ Լավ, կկազմակերպեմ աղբորս հետ կհանդիպեք։ Եթե հարմար եղավ, ես էլ կգամ։ Խնդիր չկա։ Ասա ինձ իմ զանգեմ։ Վերջապես ժամը հասավ։
Արդեն գալիս եմ։ Հա, վերցրել եմ։ Մի կես ժամից այդտեղ կլինեմ։ Ալո։ Լիան բարև։ Բարև։ Հա, հələ տեսնեմ ինչ արեցիր։ Երեք մարային տարար մեր տուն։ Լիան դու ավելի լավ ասա ով այդ Գագիկը։ Գագիկ քեռն ի՞նչ է մարդը։ Կարենի քեռինը։ Ոնց որ թե լավ մարդ է երևում։ Բայց ինչի համար ես հարցնում։ Ոնց որ թե։ Ինչ է եղել Վահե։ Երեք իրիգունը։ Այդ ձեր Գագիկ քեռին եկել էր մեր տուն։ Ծաղիկներով։ Ոնց։ Փաստորեն երեք Գագիկ քեռին մեր տանն է եղել։ Բայց ինչի համար էր եկել մեր տուն Վահե։ Չգիտեմ։ Երեք որ եկա մամայի հետ շամպայն էին խմում։ Լիան այդ մարդը դուրս չի գալիս։ Վահե ինչ-որ բան ասել։ Չէ, ինչ պետք է ասել։ Լիան ես մամային էլ եմ ասել։ Դրա ոտքը մեր տանը չլինի։ Լավ Վահե, հանգստացի։ Համել մի մոռացի, որ ինքը Կարենի քեռին է։ Էդ ինչ չի հետաքրքրում։ Լավ Վահե, ընդամենը հյուր է եկել։ Լիան արի չմոռանանք։ Տես զգուշացնում եմ հետո որ իրարից չնեղանանք։ Լավ Լիան, ես մի քիչ վրազում եմ հետո կխոսանք։ Մորդ էլ զանգի հիշացրու, որ ինքը 15 տարեկան չի։ Ոնց որ թե երեք մոռացել էր դրա մասին։ Համախ։ Տեղադրել եմ, հələ նայի ոնց է։ Հա, նորմալ է։ Ամել ճիշտ տեղում եմ, չէ։ Դե որ ասում եմ նորմալ է, ուրեմն դու ճիշտ տեղում ես։ Լավ։ Եկել է արդեն։ Չէ, հələ չի եկել։ Մի քիչ համբերի, Լաուրա։ Համբերի հեսա կտեսնես հին ընկերուդ։ Ոնց եմ ուզում առերես հանդիպեմ այդ առնետին ու նայեմ աչքերի մեջ։ Տեսնեմ թե ինչ պատասխանա տալու, երբ իմանա, որ ես ամեն ինչ գիտեմ, թե ոնց է ստորաբար թալանել իր հին ընկերներին։ Ռոմանտիկայով ես ապրում, Լաուրա, ռոմանտիկայով։ Դրանով դու ես կյանքում ոչ մի բանի չես հասնի։ Ժաննան քարից է, հասկացի։ Ու եթե դու իրան ուզում ես վատություն անես, դու պիտի նախ իրան զրկես իր այդ շատ սիրելի փողերից, որ ամենակարևորն է ազատությունից։ Ապրես Լիան ջան, շատ համեղ ես պատրաստել, ոսկի ձեռքեր ունես։ Շնորհակալ եմ։ Դու սոված չես, արի մի անգամից իրար հաց ուտենք։ Չէ, քերի սոված չեմ, կեր հանգիստ։ Քերի, Կարենը ասաց, որ դու երեք գնացել էիր զբոսնելու։ Բայց ես հենց նոր իմացա, որ դու գնացել էիր մեր տուն։ Դու որտեղից ես իմացել։ Ալան ասաց։
Դե եթե դրա մասին այս տանը ոչ մեկը ոչինչ չգիտի, բնականաբար հա, մերոնցից եմ իմացել։ Հա, գնացել եմ։ Քերը չես կարծում, որ մի քիչ տարօրինակ է։ Ինչ է։ Դե այն, որ դու գնում ես մեր տուն, բայց բոլորից գաղտնի ես սպանում։ Ասեմ իմանաս, աղջիկ ջան, ես խնամությունը, բարեկամությունը հարգող մարդ եմ։ Ես է գնացել իմ հարգանք արտահայտելու, իմ խնամությունը ամրապնդելու համար, չես հավատում։ Դե չէ, հավատում եմ, իհարկե, հավատում եմ, բայց միևնույն է չեմ հասկանում, թե դա ինչի համար ես դու գաղտնի պահում։ Ես դու էլ լավ գիտեմ, որ Զիզին ու Ալլան իրար հետ դուրու թվակ են։ Ես չէի ուզում քրոջս ականջը ընկնի։ Կարել լինել հո չէ ասելու մորդ ոչ մի բան չասես։ Ես էլ որոշեցի մի անգամից մենակ գնացի։ Հավատում ես։ Եվ այդ ինչի մասին եք խոսում։ Հետ Զիզի ջան, ասում էի հարցը շատ համով է պատրաստում, ոսկի ձեռքեր ունի։ Լավ, ես գնում, մոռացել էի պիտի տատիկի ջան շունը չափեմ։ Հա, ինչ ես այտենց նայում։ Ասում եմ ճաշից ենք խոսում, հարցը ոսկի ձեռքեր ունի։ Մի քիչ շատ երես չտվեցիր հարսիս։ Շատ համով է պատրաստում։ Ինքը ընդամենը իր հարսի պարտականություններն է կատարում։ Հա, դուրդ չի գալիս, սրանից հետո չեմ էլ ասի։ Չէ, չեմ ուզում, մի ասա։ Գագիկ տղա, դու արդեն ինչքան ժամանակ եկել ես, հաստատ արդեն հանգստացած կլինես։ Չես ուզում գնաս քեզ մի գործ ճարես, գնաս աշխատես։ Չեք է թողնում մի կտոր հանգիստ հաց ուտեմ։ Սպասի, ուր ես գնում։ Գագո, ես քո քույրն եմ, ես պիտի իմանամ քո բոլոր պլանների մասին, ինձ պատասխանի։ Ժամանակը կգա կիմանաս, Զիզի։ Գագիկ սպասի, Գագիկ արի հետ։ Ահա, էս էլ մեր հերոսը։ Հայտնվեց։ Տականք, քո նմանները չպիտի արևի երես տեսնեն։
Հա, դիր կողքի նստարանին ու գնա։ Եղավ։ Տեսավ։ Տես է, դու լնայի թե ինչ հոտարություն ունի։ Ես էլ հույս ունեի, որ դու սատկել ես, ես աշխարից վերացել ես, գետնի տակն ես անցել։ Մի քիչ շուտ ես տոնում հաղթանակդ։ Ինչ ես ուզում, ողորմելի։ Դե լավ Ժաննա, ես չի ասում սենց միամիտ ձևանալը։ Ես միամիտ չեմ։ Բայց դու իրոք միամիտ ես, կամ էլ հիմար ես։ Եթե կարծում ես, որ դու կարող ես ինձ ժամկետ անցած փաստաթղթերով վախեցնել։ Այսինքն ուզում ես ասես, որ չես վախենում, հա։ Վախենա։ Ումից։ Քեզանից։ Իսկ եթե չես վախենում, ինչ ես եկել։ Նստի տեղդ։ Ստեղ ես այ խելագար, հա։ Ասեցի նստի տեղդ։ Իզուր մի փնտրի, չես գտնի։ Դե հիմա ուշադիր լսի Ժաննա։ Ուրեմն ինձ պետք են այդ փողերը, որոնք տենցին ինձ շահասան։ Դրանք կեղտոտ փողեր են Ժաննա։ Ազնիվ մարդկանցից թալանված։ Որոնց թվում նաև Սահակն էր։ Քո մանկության ընկերը։ Իսկ հիմա դու բռնել ես ազնիվ ապրելու ուղին, նենց որ դրանք քեզ արդեն պետք չեն։ Էրիկա փիլիսոփա ես։ Ես քեզ շատ լուրջ զգուշացնում եմ Ժաննա։ Եթե դու հանկարծ փորձվես որևէ խաղ խաղալ, կկորցնես ավելին, քան ազատությունը։ Լսի դու, չփորձվես տղայիս մի քայլ անգամ մոտենալ, հասկացար։ Լսի դուսկի գաղափար չունես, թե այդ փաստաթղթերից բացի իմ ձեռքին ինչ կոզրկա։ Իհարկե ես դա կօգտագործեմ մենակ այն դեպքում, երբ որ դու կհրաժարվես քո պարտքը կատարելուց։ Այսինքն, հորս փողերը ինձ հանձնելուց։ Ինչի մասին ես խոսում, հա։ Այդ մեկի մասին հիմա չեմ կարող ասել։ Բայց ես քեզ խորհուրդ կտամ, որ ինձ չբարկացնես, թե ամեն ինչ շատ ավելի դաժան կլինի։ Մի խոսքով ես քեզ 2 օր ժամանակ եմ տալիս։ Լսի խելագար ես, չեմ կարող փողերը հաշվի վրայից սանեմ։ Ոստիկանությունը դրանք վերահսկում է։ Այդ մեկն արդեն ինձ չի հետաքրքրում։ Ոնց ուզում ես արա։ Չէ որ ամբողջ կյանքը դու տես բաներով ես զբաղվել, մի երկ կգտնես։ Ես հրաշագործ չեմ։ Եթե հարցը վերաբերում է քո ազատությանը ու նորահայտ ընտանիքի երջանկությանը, կարող ես նաև հրաշագործ դառնալ, չի չէ՞ որ։ Ընտանիքիս երջանկությանը, այդ բառախաղը թող ու պարզ խոսի։ Դրանից էլ պարզ խոսեմ, հա։ Ինչի դու չգիտես, թե տղեդ երբ լիարժեք երջանիկ կլինի։ Վերջ։ 2 օր հետո դու փողերով հանդերձ կլինես նույն տեղում։ Փողերը կտնես տաքսու մեջ, հետո ես քեզ հուշում կտամ, թե այդ փողերը ուր տանես։ Լսի այդ։ Իսկ հիմա թող այդ հեռախոսը նստարանի վրա ու հեռացի արել։ Ես չեմ կարող։ Չես կարող, հա։ Դե լավ, եթե չես կարող, ուրեմն դու կզրկվես ամեն ինչից Ժաննա։ Հիշի 2 օր ժամանակ ունես։ Ռուբեն, հալո, Ռուբեն։ Իսկ ես մինչև այս պահը չէի հավատում։ Ոնց է կարողացել այդ կեղտի ու մեղքերի մեջ ապրել։ Հիմա համոզվեցիր, որ ես քեզ չեմ խաղում։ Ժաննան մարդ չի։
Ինչ ես կանգնե գնա։ Գնաց։ Դե որովհետև հասկանում է, թե մենակ ինչ ձև կարա այս հարցը լուծում ստանալ։ Մախ, այդ հեռախոսի հարցերը արագ լուծի ու հեռացին դեղից։ Լավ։ Իսկ ես հիմարի նման սրանն իմ տան մեջ տեղ էի տվել։ Երևի ամբողջ ժամանակ մտքի մեջ ծիծաղում էր վրաս։ Լավ դե մի նեղվի, հիմա էլ ծիծաղելու մեր հերթն է ասի արդեն։ Արամ, հադը ճիշտ է, մենեջը մի քիչ բարդ բնավորություն ունի, բայց դա կարծում եմ, որ օֆիսի գործերը կարելի է իրան վստահել։ Լավ, ոնց կասես։ Մարդ կարած ժաննային զանգես, ես զանգում եմ չի պատասխանում։ Զանգեմ ինչ ասեմ։ Չգիտեմ, բայց այս լռությունը ինձ դուր չի գալիս։ Լավ արամ, ես չեմ կարողանում հետը խոսում, բայց կարելի է ինք ասում կզանգի։ Լավ, որ մի բան իմանաս ինձ ասը։ Եղավ լավ։ Չեն արեմ, սենց չեղավ։ Նարե, ես ինչ անեմ, պահեմ ես նկարները, հա? Չէ, Մարկ, ոնց բան չանես։ Սա իմ տղային նկարն է, Լաուրան տղայիս է խլել, դու էլ ուզում ես նկարները խլել։ Ինչ ես խոսում, Նարե։ Իմ տղայի նկարներն ես այս նկարից ջերմություն եմ զգում, տղայիս շունչը, ձայնը, Մարկ դու լսում ես, չէ ձայնը։ Նարե, այդ ընդամենը նկարը ինչ ձայն։ Չէ, Մարկ, սա ուղղակի նկար չի, սա տղայիս նկարն է, մեր տղայի, իմ փոքրիկ, մենք շուտով միասին կլինենք, պապան խոստացել է, որ քեզ կգտնի, մենք միասին կլինենք, անպայման։ Եթե հարցը վերաբերում է քո ազատությանը ու նորահայտ ընտանիքիդ երջանկությանը, կարող ես նաև հրաշագործ դառնալ, ինչի՞ չէ որ։ Ընտանիքիս երջանկությանը, այդ բառախաղը թող ու պարզ խոսի։ Դրանից էլ պարզ խոսեմ, հա։ Ինչի դու չգիտես, թե տղեն երբ լիարժեք երջանիկ կլինի։ Ինչ նկատի ուներ այդ թշվառականը, հա։ Ինչ կոլսի մասին էր խոսում։ Հասկացրեց, որ դրանից տղայիս երջանկությունն է կախված։ Մարկս երջանիկ կլինի այն ժամանակ, երբ գտնի երեխային։ Բայց այդ ոչնչությունը ինչ կապ ունի երեխայի հետ։ Երեխային Լաուրան է գողացել։ Չեմ հասկանում։ Ինչ է կատարվում։ Իսկ եթե Ռուբենը ինֆորմացիա ունի Լաուրայի մասին,
Բայց որտեղից պիտի ինֆորմացիա ունեն, հա? Ու եթե փողերս չկարողանամ հանել բանկից կամ համապատասխան չափի գումար չգտնեմ, այդ սրիկան իր սև գործը կանի։ Հալո։ Այդ այդքան շատ էիր, հա, մեզնից ձանձրացել, որ մեկ ուսացել ես, անգամ զանգերից չես պատասխանում։ Հիմա պատասխանել եմ, ասա լսում եմ։ Ժաննա, եթե չես ուզում որ գամ քո տուն, արի պայմանավորվենք հանդիպենք խոսելու բան կա։ Ինչի մասին։ Ինձ թվում է դու ինձ ասելու բան ունես։ Սխալվում ես արա։ Ժաննա, լսի։ Ես քեզ ուզում եմ օգնեմ։ Ես քեզ լավ եմ ճանաչում։ Ու քո այդ քայլերից վստահ կարող եմ ասել, որ դու հիմա ինչ-որ խնդիրներ ունես։ Հարամ, եթե ես օգնության կարիք ունենամ ու գտնեմ, որ դու այն մարդն ես, որին կարող եմ դիմեմ, ես հաստատ քեզ կդիմեմ։ Հասկացանք իրար։ Իմացի Ժաննա, ես հենց այդ մարդն եմ, ով կարող է քեզ օգնել։ Շնորհակալ եմ Արամ ջան, բայց առայժմ ես ոչ մի խնդիր չունեմ։ Ես ընդհանրապես ուզում եմ մի քիչ մենակ մնամ, հանգստանամ, հասկանում ես։ Ես քեզ խնդրում եմ, կամ մի զանգ ինձ, կամ գոնե մի քիչ զանգի, թե չէ դու անընդհատ զանգում ես ու ես լարվում եմ, նյարդայնանում եմ։ Լավ, ոնց կուզես։ Մի նյարդայնեցի։ Չեմ զանգի։ Հա, Մարկ ջան։ Բարև ձեզ։ Բարև։ Ձեզակոբ, այսօր դուք ազատ եք։ Հա, ընդհանրապես ուզում էի մի վայրկյանով արհեստանոց մտնել, ինչ կա, Մարկ ջան։ Կարաք գաք մեր տուն։ Հոբան չի եղել, Մարկ ջան։ Չէ, ուղղակի Նարեն։ Նարենի ինչ։ Մարկ ինչ ճիշտ ասա, ինչ է եղել։ Չգիտեմ ձեզակով, Նարեն ամբողջ օրը սենյակում է անցկացնում, ուլացում է, ասում եմ գաք հետո խոսեք։ Ես ճիշտն ասած այսօր երեկոյան անպայման գալու էի, բայց հիմա կգամ։ Մարկ ինձ մի խաբի ճիշտ ասա, բան չկա։ Չէ։ Դե լավ, ես հենց հիմա դուրս եմ գալիս։ Լավ։ Հակոբ ջան, ճաշը տաքացրել եմ, արեք երբանից։ Չէ, մամ ջան, չեմ ուզում, ես շտապում եմ։ Դուրս եմ գալիս։ Հակոբ, գնում ես արհեստանոց։ Չէ, գնում եմ Նարեի մոտ։ Վայ, Հակոբ ջան, գնամ շորից փոխեմ, քո հետ գամ, հա բալիս։ Մամ ջան, չեմ կարա սպասեմ, ես շտապում եմ, քեզ ուրիշ անգամ կտանեմ, գնացի։ Հակոբ։ Մամ, լավ էլի, մամ։ Էդ ինչի վրա ես տենց ուրախանում։ Այնքան ծանր, նավս կնիկ ես, որ անգամ տղետ քեզ հետ ճանապարհ չի ուզում գնա։ Վայ Զինա, ուղղակի տղես ուզում ես շուտ հասներ Նարեիս մոտ։ Ես էլ մեծ կնիկ եմ, մինչև շորերս փոխեի ու դուրս գայի, ինքը կուշանար։ Ինքը իրան հույս տալով ապրում է։
Ալո։ Բարև Կարենը։ Բարև։ Ոնց ես։ Ոնց պիտի լինեմ։ Որ կողմ նայում եմ միայն խնդիրներ են։ Այն օրվանից անհանգստանում էի։ Մտքիցս դուրս չես գալիս։ Նարեկ։ Կարեն ուղղակի զանգեցի իմանամ ինչ է պետք է Որզանի բանը։ Ոչ մի բան։ Ոնց կա, տենց էլ մնացել է։ Բայց ինչի։ Որովհետև այս պահին ես ոչինչ անել չեմ կարող։ Նույնիսկ մերոնց չեմ ասել, որ Միկան ինձ ապահարզան չի ուզում տա։ Բայց ես մենակ ոչինչ անել չեմ կարող։ Լսի, ուզում ես ես խոսեմ այդ անասունի հետ։ Վստահ եմ, որ հաստատ արդյունք կտա։ Չէ։ Բայց ինչի՞ չէ։ Որ Մարկը իմանա դու գնացել ես Միկայի մոտ, հաստատ լավ չի լինի։ Նարեկ, մենք պետքա դադարեցնենք մեր շփումը։ Դադարեցնենք։ Կարենա, ու դու սա շփում ես համարում։ Այ եթե դու դեմ չլիներ, որ Չէ, Նարեկ, այդ բացառվում է։ Մենք չենք կարող ընկերներ դառնալ։ Իսկ ես այդ կարծիքին չեմ։ Հիմա իմ համար, ահա որ բարդ ժամանակաշրջանը։ Խնդրում եմ իմ համար նոր խնդիրներ մի ստեղծի։ Ու էլ ինձ այլևս չզանգես, Նարեկ։ Լիան ջան։ Բարև մամա։ Բարև Լիան ջան։ Ոնց եք։ Լավ։ Դու ոնց ես, բան չի եղել։ Երեխան լավ է։ Հա, լավ է երեխան։ Լիան, ինչ որ բան ա եղել։ Չէ, մամ, մեր տանը ամեն ինչ նորմալ է։ Ախպերը դա զանգել քեզ։ Մամա, ինչի համար դու ինձ չես ասել, որ Գագիկ քեռին ծաղիկներով եկել է քեզ տեսնելու։ Վայ, խեղ ճալլա։ Ոնց կլինի, որ քեզ ծաղիկներ են նվիրել։ Խայտարակությունա, չէ, ալոթա, չէ։ Մամ, դու ինձ սխալ հասկացար։ Չէ, ես ոչ մի բան էլ սխալ չեմ հասկացել։ Հա ինչ կլինի, որ մարդն եկել է ինձ տեսնելու, քաղաքավարությունից էլ դուրս գալու, մի փունջ ծաղիկ ա բերել։ Ինչ եք քուրու ախպեր դրանից պատմություն սարքում։ Մամ, Գագիկի կինը տարիներ առաջ մահացել է։ Ու ես մտածում եմ կարող է հանկարծ այդ ծաղիկները քաղաքավարությունից ելնելով չի բերել։ Ես տենց չեմ կարծում։ Չգիտեմ, մամ։ Վախ ընկել է սիրտս։ Մամ, դու պատկերացնում ես, թե ինչ կարա լինի։ Լան, մատ անձնագիրս դու էլի պետք է։ Կարենի ձայնն էր։ Հա, մամ, լավ, ես քեզ հետո կզանգեմ կխոսենք։ Լավ։ Լավ, աղջիկ ջան, լավ։ Լիան։ Կարեն։ Քեռին մեզ խաբել է։ Այսինքն ոնց խաբել է։ Որ ասում էր գնացել է զբոսնելու։ Արզվում է չի գնացել զբոսնելու, գնացել է մեր տուն, պատկերացնում ես։ Ձեր տուն։ Ձեր տուն ինչ է գնացել։ Կամ մեզ ինչ չի ասել։ Ինձ ես հարցնում։ Էդ էլ հերիք չի մամային ծաղիկներ ա տարել։ Ահո։ Դու էլ ես նույն բանը մտածում։ Ես չգիտեմ դու ինչ ես մտածում։ Բայց որ մեզանից քեռին գաղտնիքներ ա պահում, այդ արդեն լավ չի։ Իսկ ծաղիկների հետ կապված ինչ կասես։ Դե երևի Գագիկ քեռի դուրը զոքանչս եկել ա։ Կարեն։ Հա ինչ Լիան ասում եմ, ինչ մտածում եմ, իմ կարծիքն է։ Խնդրում եմ էլի ես քեզ խոսի Գագիկ քեռի հետ։ Ասա թող մամայիցս հեռու մնա։ Վահին էլ ընդեղ ա գժվել։ Հա, դե Վահին էլ առիթ ա պետք, չէ՞ որ գժվի։ Լավ Լիան, այդքան մի նեղվի։ Մի հատ կխոսամ ես քեռի հետ, հասկանամ մտքին ինչ է։ Մենք պետքա պինդ լինենք։ Մեզ նոր փորձություններ են սպասվում։
Մարա ջան, դու հանգիստ եղի։ Մենք բոլորս շատ լավ ենք։ Շատ եմ կարոտել բոլորիդ։ Տատիկի ճնշումը հո չի բարձրանում։ Չէ, տատին էլ շատ լավ է։ Ասա իմ մասին չմտածի։ Կարևորը դուք լավ լինեք, Մարա ջան։ Կամոնցելի այ կնիկ վայ։ Մարա ջան, դու հլինձ էդ ասա, քեզ մոտ նորություն չկա, բալես։ Ինչ նորություն, մամ։ Վայ, ոնց ինչ նորություն, Մարա, դու էլ հոնոր լուսնից չես իջել, այ աղջիկ ջան։ Չէ, մամ, չկա։ Լավ, մամ ջան, Սյուզին պիտի լողացնեմ, ոնց որ առանձին արդեն մտել է բաղնիկ։ Հետո կզանգեմ կխոսանք, լավ։ Լավ, մեր կողմից Դավիթին ջերմ բարևներ կփոխանցես, Մարա ջան։ Անպայման։ Հա, ինչ էր ասում։ Ինչ պիտի ասեր։ Ասում էր, որ ամեն ինչ իրանց մոտ նորմալ է։ Լավ, բայց մի երեխեն ինչ ա, որ այսքան ժամանակ ա չեմ բաշարում։ Ինչքան ժամանակ ա արդեն անցել։ Էլ ավելի ինչ ես ընկել երեխեքի հետևից։ Կունենան էլի։ Հա դե, ունենալը կունենան, բայց ինչքան շուտ, այնքան լավ։ Էս կեսուր, երեխան շատ բան ա փոխում։ Ինձ ես ասում, ոնց որ չգիտեմ։ Ժամանակը կգա կունենա։ Աստված երբ կտա, այն ժամանակ էլ կունենա։ Այդ մեր դուրն էր, չէ։ Հա ոնց որ։ Լիան։ Լիան։ Խնդրեմ։ Էլի մոր հետ ա հեռախոսով խոսում։ Դե գնա դուրը բաց արա էլի։ Այն գագիկը քնած ա, ձենից կզարթնի։ Դու լսի այան ամոտ, ես քեզ ներս հրավիրեցի, որ դու մտար ներս։ Ես տեղից ոչ միտեղ չեմ գնա, մինչև չասես, թե լիրբ աղջիկդ ուր ա տարել երեխուս, ավելի ճիշտ գողացել։ Լսի այան ամոտ, այ անպատկար։ Լեզու չհամարցակվես շախտաս, մտածի հետո խոսի։ Ինձ քո թափթփուկը չի հետաքրքրում։ Դուրս կորի, շուտ արա դուրս կորի իմ տնից։ Ասա ուր են տարել երեխուս, քաղաքը երկիրը, դե ասա, մինչև հարցից պատասխանը չստանամ, ոչ մի տեղ չեմ գնա։ Վայ, այ անամոթ։ Եթե դու ինքնասիրություն ունենայիր, վաղուց էիր փասափուս հետ հավաքել ու գնացել այնտեղ, որտեղից որ եկել էիր։ Իսկ հիմա վեր կաց ու դուրս կորի իմ տնից։ Չստիպես ինձ ուրիշ մեթոդների դիմեմ։ Երեխուս տեղն ասա։ Վայ, քեզ քո երեխեն ա հա հետաքրքիր։ Ոչ, քեզ Դավիթն ա հետաքրքիր, Դավիթը։ Բայց լավ իմացի, Դավիթը իմ փեսեն ա, իմ։ Իսկ հիմա դուրս կորի ես տնից։ Թող ասում եմ։ Զինա, դու ինչ գործ ունես ստեղ։ Ահա, էս էլ տատիկը։ Հիմա տատիկը կասի, թե որտեղ ա իրա թորնիկը։ Լսի, ես քեզ ասում եմ փասափուս հետ հավաքի ու դուրս գնա ես տնից։ Թող ասում եմ ինձ։ Ինչ ա կատարվում ստեղ։ Հալյան ջան։ Չէ, Լիանը չի, Գագիկն է։ Ողջույն ալլա։ Գագիկ, բարև։ Ոնց է իրան զգում աշխարհի ամենագեղեցիկ զոքան, չէ։ Իմ մաման միշտ երազել է, որ իրա թորնիկը բժիշկ դառնա։ Հուսով եմ տղաս իրականացնի իրա մամայի երազանքը։ Մա, ինչ աղնա։ Ինչ բան է։ Երանի ինձ մի բան լիներ երեխուս հետ վիճակում չտեսնեի։ Ինչ վիճակ, պապ, պարզ ասա ես էլ հասկանամ։ Նարի աչքի երեխեն ա երևում։